Գիրք ծննդոց, գլուխ 7, ջրհեղեղը։ Եվ Տերն ասաց Նոյին. դու և քո ամբողջ տունը մտեք տապանի մեջ, որովհետև այս սերնդում քեզ տեսա արդար իմ առաջ։ Ամեն մաքուր անասուններից քեզ համար 7 հատ վերցրու Արուն և նրա էգը, իսկ այն անասուններից, որ մաքուր չեն, 2 հատ, Արու և նրա էգը։ Երկնքի թռչուններից էլ 7 հատ, Արու և էգ, ամբողջ երկրի վրա սերունդը ողջ պահելու համար։ Որովհետև 7 օրից հետո երկրի վրա 40 օր ու 40 գիշեր անձրև եմ բերելու, և ամեն էակի, որ արարել էի, երկրի երեսից ջնջելու եմ։ Եվ Նոյն արեց այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր նրան։ Եվ Նոյը 600 տարեկան էր, երբ ջրհեղեղը երկրի վրա եղավ։ Եվ Նոյն ու իր որդիները և իր կինը և իր որդիների կանայք իր հետ տապանը մտան ջրհեղեղի ջրերի պատճառով։ Մաքուր անասուններից և այն անասուններից, որ մաքուր չեն, և թռչուններից և երկրի վրա բոլոր սողացողներից զույգ Արու և էգ գնացին Նոյի մոտ տապանի մեջ, ինչպես որ Աստված Նոյին պատվիրել էր։ Եվ եղավ, որ 7 օր հետո ջրհեղեղի ջրերը եկան երկրի վրա։ Նոյի կյանքի 600-րդ տարվա 2-րդ ամսում, ամսի 17-րդ օրը, նույն օրը մեծ անդնդի բոլոր աղբյուրները ճեղքվեցին, և երկնքի պատուհանները բացվեցին, և անձրև եղավ երկրի վրա 40 օր ու 40 գիշեր։ Հենց նույն օրը Նոյը մտավ տապանը, և Նոյի որդիները Սեմը, Քամը և Հաբեթը, և Նոյի կինը և նրա որդիների կանայք նրանց հետ։ Նրանք և բոլոր գազաններն իրենց տեսակի պես, և բոլոր ընտանի կենդանիներն իրենց տեսակի պես, և երկրի վրա սողացող բոլոր սողուններն իրենց տեսակի պես, և բոլոր թռչուններն իրենց տեսակի պես, ամեն տեսակի թևավոր թռչուն։ Եվ մտան տապանը, Նոյի մոտ զույգ ամեն մարմնից, որի մեջ կյանքի շունչ կար։ Եվ մտնողներն Արու և էգ մտան ամեն մարմնից, ինչպես Աստված նրան պատվիրել էր, և Տեր Աստված նրա ետևից դուռը փակեց։ Եվ ջրհեղեղը 40 օր եղավ երկրի վրա, և ջրերը շատացան, և տապանը վեր հանեցին, և այն երկրից վեր բարձրացավ։ Եվ ջրերը սաստկանում էին, և շատ շատանում էին երկրի վրա։ Տապանը շրջում էր ջրերի մակերեսին, և ջրերը երկրի վրա շատ զորացան, և երկնքի տակ եղող բոլոր բարձր լեռները ծածկվեցին։ Ջրերը 15 կանգուն վեր բարձրացան, և լեռները ծածկվեցին, և երկրի վրա շարժվող ամեն մարմին մեռավ։ Թռչունները, արջառներն ու գազանները, երկրի վրա սողացող բոլոր սողուններն ու բոլոր մարդիկ։ Բոլորը, որոնց զռունգերի մեջ կենդանության շունչ կար, այն ամենը, որ ցամաքի վրա էին, մեռան։ Եվ ջնջվեց երկրի երեսին գտնվող ամեն մի էակ, մարդուց մինչև անասուն, սողուններից մինչև երկնքի թռչունները։ Դրանք երկրից բնաջնջվեցին, և միայն Նոյը կենդանի մնաց, և իր հետ տապանում եղողները։ Եվ ջրերը երկրի վրա 150 օր բարձրացած մնացին։